Երկու օր ձյան առատ տեղումներից հետո այսօր Երևանում արևային եղանակ էր։ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի արհեստական խոտածածկով դաշտում կայացած Փյունիկի ու Բանանցի մրցավեճի առաջին կեսում Կամո Հովհաննիսյանը մեկ անգամ կարողացավ գնդակն ուղարկել դարպասը, սակայն մրցավարը խաղից դուրս վիճակ արձանագրեց վերջինիս մոտ։ 0-ներ առաջին 45 րոպեներից հետո։ Երկրորդում Բանանցն ավելի շատ էր տիրում նախաձեռնությանը, սակայն վճռական հարվածը ոչ մի կերպ չէր ստացվում։ Այս ընթացքում մարզիչներն ակտիվորեն փոփոխություններ էին իրականացնում։ Խաղը հիմնականում անցնում էր Փյունիկի կիսադաշտում, բայց պաշտպանությունում վստահ էր գործում Վարազդատ Հարոյանը, ով մի քանի անգամ կասեցրեց Ռաֆայել Նազարյանի սաների գրոհները։ Իսկ երբ Արտակ Դաշյանը կամ Բետոն գտնում էին պահեր հարված կատարելու համար, վստահ էր գործում փյունիկցիների դարպասում Արսեն Պետրոսյանին փոխարինած Ալբերտ Օհանյանը։ Հանդիպմանը ներկա էին բավական քանակությամբ հանդիսատեսներ, որոնց թվում էր նաև Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։ Երբ թվաց, թե դարպասի գրավում այս խաղում այդպես էլ չի գրանցվի, Փյունիկում փորձաշրջան անցնող Մոսկվայի ԲԿՄ-ի նախկին ֆուտբոլիստ Էդգար Հարությունյանը գրավեց Բանանցի դարպասն ու հաղթանակ պարգևեց իր թիմին 1-0։ Իդեպ Բանանցի դարպասապահն այսօր փորձառու Ստեփան Ղազարյանը չէր։ Նա ծնկի վնասվածք ունի, սակայն կարծես թե ապաքինումը երկար չի տևի։ Փառք Աստծո, շատ լուրջ վնասվածք չի, 3 պարապմունքի ժամանակ ծնկի վնասվածք ստացա։ Հուսով եմ, որ 1-2-ից ամենաշատը պետք է պարապեմ։ Ինչ վերաբերում է թիմի ընդհանուր մակարդակին, ապա Ղազարյանը նշեց, որ նախորդ տարվա համեմատ, երբ թիմը մրցաշրջանի մեկնարկում շատ միավորներ կորցրեց եւ միայն վերջնամասում կարողացավ հետ բերել կորցրածը, այս տարի Բանանցն ավելի կայուն հանդես կգա։ Մարզավիճակը նորմալ է։ Նոր ենք սկսել, 1 ամիս չկա պարապմունքները սկսել ենք։ Նորմալ է, ընթացքում ավելի կբարելավի։ Դեռ սկիզբն է։ Անցած տարվա համար ասեմ, ցավոք սրտի առաջնության սկզբնամասում բավականին միավորներ կորցրեցինք եւ ընթացքում արդեն շատ դժվար ստացվեց մեզ համար, չկարողացանք մրցաշարային աղյուսակում ավելի բարձր հորիզոնական զբաղեցնել, իսկ այս տարի ձգտելու ենք առաջնային գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրել եւ ինչքան հնարավոր է աղյուսակում ավելի բարձր ստեղ զբաղեցնենք։ Ինչ վերաբերում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմանը, համաձայն որի արտասահմանցի դարպասապահները չեն կարող հանդես գալ Հայաստանի առաջնությունում, Ղազարյանն ասաց. Ես ողջունում եմ այդ որոշումը, շատ ճիշտ եւ ժամանակին էր ու 1-2 տարի հետո մենք կտեսնենք այդ առաջընթացը դարպասապահների մոտ։ Դա մեր երիտասարդ դարպասապահների համար շատ լավ շանս է իրենց դրսևորելու համար։ Բանանցը փետրվարի 9-ին եւս մեկ ստուգողական հանդիպում կանցկացնի սեփական մարզաբազայում ընդունելով Միկային։ Փետրվարի 19-ին Երևանյան թիմը կմեկնի Կիպրոս, առաջին արտասահմանյան ուսումնամարզական հավաքի։